Որ մարզերում է գործունեություն ծավալում Հայօգնության ֆոնդը հենց տարեցների համար։ Ես գիտեմ, որ բարեգործական ճաշարաններ կան, կուզեի, որ ծառայությունների բնույթն էլ նշեիք, բացի, այսինքն կայուն հաստատությունը, որ կա Վանաձորում։ Ուրեմն տեսեք, ես երևի թե կտարանջատեմ մեր ծրագրերի մոտեցումը, ծրագրային մոտեցումը տարեցներին եւ առասարակ տարեցներին աջակցելու համատեքստում ուղղությամբ դուք նշեցիք բարեգործական ճաշարանները, այո, այնտեղ հիմնական շահառուները հենց տարեց մարդիկ են, ցավոք սրտի այն մարդիկ, ովքեր զուրկ են այն օրեկան հնարավորությունից իրենց հանապազօրյա, այսպես ասած, կերակուրի հարցը լուծելու, այդ բարեգործական ճաշարանները ոնց որ ստեղծված են այսպես ասած հումանիտար, մարդասիրական կոնկրետ աջակցության համար։ Իհարկե այդ ծրագրերի շրջանակներում նույնպես մենք բարբերաբար փորձում ենք իրականացնել որոշակի, այսպես ասենք, կրթական, իրազեկման, որոշ առողջապահական այսպես ծրագրեր։ Մենք ունենք բարեգործական ճաշարան Գյումրիում, ունենք բարեգործական ճաշարան Բերդում, Տավուշ համայնքի, եւ ունենք բարեգործական ճաշարան Երևանում գործող Նոր-Նորքի զանգվածում եւ ունենք բարեգործական ճաշարաններ Կոտայքի մարզում, Բյուրեղավան, Նորաճեն համայնքներում։ Մյուս կողմից մենք, ինչպես նշեցի, Վանաձորի տարեցների տունը որպես շուրջօրյա այսպես հաստատություն, մոդել եւ տարեցների առողջության միտված վերջի ժամանակներում մեկնարկած ծրագրերը, որոնց մասին միգուցե ավելի հանգամանալից կխոսեմ, մեր երկրում տարեցների առողջության, առասարակ գերիատրիայի եւ տարեցների բժշկության ինստիտուցիոնալիզացիային ուղղված ծրագրերն են, դրանք իրազեկման, կրթման եւ առողջապահական մասնագետներին եւ համայնքին դրանց այսպես ասած իրազեկումը մեծացնելուն, այստեղ մենք սահմանափակում չունենք, պրակտիկորեն աշխատում ենք հանրապետության տարածքում, իհարկե մասնավոր ակցենտ անելով այն թիրախային շրջաններում, որտեղ մենք ավելի լավ ենք, այսպես ասած, հիմնավորված աշխատում, Տավուշ, Սյունիք, բայց կրթությունը սահմաններ չունի եւ մենք փորձում ենք հասցնել այդ իրազեկումն ու կրթությունը բոլոր ուղղություններում, ներառյալ Արարատ, Արմավիր, Արագածոտն, Կոտայք եւ միջին բուժաշխատողներն են եւ բժիշկներն են, բուժքույրներն են, խնամատարներն են, չէ՞, ձեր ասած իրազեկման եւ կրթական ծրագրերի թիրախում։ Այո, մենք ունենք մի քանի, այսպես ասած, մոդելներ, ունենք օրինակ իրականացնում ենք այս ծրագրերը, իդեպ պետք է ասեմ, որ իրականացնում ենք Հայաստանում միակ գործող տարեցների առողջության ասոցիացիան, այդպես կոչվում գերիատրիա եւ գերիատրիկ բժշկության Հայաստանի ասոցիացիա թիմի հետ եւ իրենք առաջարկում են երրորդյա կրթական դասընթացներ միջին բուժաշխատողների համար, իրականացնում ենք դասընթացներ առաջնային օղակի մասնագետների համար եւ ամենահետաքրքիր մոդելը, որ մենք սկսեցինք կիրառել այս տարի Հովի թիրախային շրջաներում, Տավուշում, Սյունիքում, Սիսիանում մասնավորապես, երբ որ արդեն կրթություն անցած առաջնային օղակի մասնագետները տեղերում այդ ինֆորմացիան փոխանցում են համայնքի անդամներին, համայնքային կրթումների ձևով մենք իրազեկում իրականացրեցինք դեմենցիայի եւ տարեցների խնամքի այլ կարևոր հարցերի մասին։ Սա շատ կարևոր է, որովհետև մեզ էլ դիմում են եւ ընտանիքի անդամները բացարձակ պատրաստ չեն եւ տեղյակ չեն դեմենցիայի մասին, Ալցհեյմերի հիվանդության մասին, ինչպես վարվել հիվանդի հետ, ինչպես հոգ տանել։ Մենք էլ բախվում ենք, որ սա էական խնդիր է։ Դուք ասացիք, որ վերջին ես մի կարևոր նկատառում ձեր ասացի իման վրա, շատ հետաքրքիր անդրադարձեր էինք ունենում այդ դասընթացներից, որ երբ որ բուժաշխատողները, միջին բուժաշխատողները մասնակցելով դասընթացին լսում էին այդ ձեր նշած Ալցհեյմեր, դեմենցիա եւ նման տարիքային որոշ խնդիրների, կոգնիտիվ խնդիրների հետ կապված, զարմանալիորեն նրանցից շատերը, նույնիսկ բուժաշխատողները դա համարել են նորմա, որոշակի նորմա, որի հետ պետք է հաշտվել եւ ուղղակի ապրել։ Բայց երբ որ իրենք արձանագրում են դա որպես նորմայից շեղում եւ հասկանում են ինչպես կարելի է կանխել կամ ինչպես վարել, ուրախացած առնվազն իրենց ընտանիքում ապրող տարեց մարդու առումով ուրախանում են, որ իրենք կարող են այլևս ավելի լավ կառավարել այդ ամեն ինչը եւ դա նորմալ չդիտարկել։
Երկրորդ շնչառությունն էլ իր գործունեության Հենց անկյունաքարային երկրորդ խնդիրներից շնչառության մասին է դրել է խոսքը։ այն, որ նորմալ ծերացում եւ դեմենցիա տարբերակ էլ, որտեղ նորմալ ծերացումը մարդիկ մինչեւ 90-100 տարեկանում մնում են ֆիզիկապես եւ նաեւ կոգնիտիվ առումով կենսունակ, այդ խնդիրն ենք լուծում։ Մեկ ուրիշ, այսպես ասած, դիլեմա կա, որ միշտ արկա էր խնայել տարեց մարդուն, թե ընդհակառակը, եւ մեզանից շատերս նույնիսկ նստած է, չէ, տարեց մարդկանց մեր ընտանիքի տարեց անդամներին նույնիսկ վայ մի շարժվեք, վայ այս բանը մի արեք, հա, հետաքրքիր մոտեցում կար, բայց պարզվում է, որ ընդհակառակը պետք է իրենց մաքսիմալ ֆիզիկապես եւ կոգնիտիվ ակտիվ վիճակում պահել։ Ընդհակառակը չխնայել, այդպես ասած, այդ խնայելը պետք չի, որովհետեւ դա իրենց վնասում է։ Հաղորդման շրջանակում ունենք հաջողությունների շարք, պատմությունների, որտեղ մարդիկ 90-95-ում գալիս եւ պատմում են, որ իրենք անընդհատ խնդիրներ են լուծում։ Իրենք իրենց առաջ խնդիրներ են դնում եւ լուծում են, ու երբ որ թորներն այլևս իրենց կարիքը քիչ են ունենում, դա դեմ են դրան, որովհետեւ եթե խնդիրներ չկան, ձեր ասած ծանրաբեռնելը չկա, դա արդեն կբերի, այսպես ասած, ծերության։ Եթե ասեմ Հայօգնության ֆոնդի մասին կարճ, ֆոնդը հիմնադրվել է 1988 թվականին, մեր երկրում տեղի ունեցած երկրաշարժին որպես արձագանք, Նյու Յորքում հայ առաքելական Սուրբ եկեղեցու արևելյան թեմի առաջնորդությամբ մեր պատվարժան հայրենասեր հայերի միջոցով եւ այդ պահից ի վեր առողջապահական ծրագրերը եղել են առաջնահերթություն ֆոնդի կողմից իրականացված բազմաթիվ ծրագրերում եւ մասնավորապես նաեւ տարեցների առողջությանը, տարեցներին ուղղված նրանց խնամքին ուղղված ծրագրերը։ Որ թվականից կարող եք ասել, որ տարեցների համար սկսեցի նախագծել պրոյեկտներ։ Ուրեմն շատ հստակ թվականով եթե չասեմ, կարող եմ մի բան ասել, որ Հայօգնության ֆոնդի կողմից իրականացված տարեցների առողջությանը միտված ծրագրերում սկզբից եւ իդ եղել է մի առանցքային, այսպես ասած, հիմնակարային ծրագիր, որը Վանաձորում գործող տարեցների տունն է, այդ շուրջօրյա ուրեմն կեցությամբ կենտրոնը իր յուրահատուկ ծառայություններով, ծրագրերով, որը ժառանգաբար, այսպես ասած, փոխանցվել է Հայօգնության ֆոնդին Անձնավոր հիմնադրամի կողմից, այդ կենտրոնը ստեղծվել էր Անձնավոր հիմնադրամի կողմից երկրաշարժից հետո եւ 90-ականներին այն փոխանցվեց Հայօգնության ֆոնդին, որպես այսպես ասած ժառանգաբար կառավարելու եւ այդ կենտրոնը գործում է իհարկե պետության, հա, սոցիալական եւ աշխատանքի նախարարության հետ համատեղ այսպես ասած աջակցությամբ եւ դրանից հետո տարեցների առողջությանը միտված մեր բոլոր ծրագրերը մտածել ենք կամ ձևավորել ենք նաեւ միշտ մտքում ունենալով Վանաձորի տարեցների տունը որպես մոդելային տարբերակ, այնպես որ առանցքային եւ հիմնակարային մեկնարկը դա եղել է Վանաձորի տարեցների տունը, որը մինչ այսօր գործում է Հայօգնության ֆոնդի աջակցությամբ։ Ստացվում է դեռ 90-ականներից անկախության ակունքներից, ինչպես ասացիք։ Ուղղակի շեշտադրումը տարեցների առողջությանը անենք եւ երկրորդ շնչառությանը, հա, մի բան պետք է նորից վերահաստատենք, որ մեր տարեցները արժանի են արժանապատիվ, այսպես ասած, ծերացման, հա, ես մի քիչ հիմա արդեն մի քիչ շփոթվում եմ այդ տերմինոլոգիայի հետ, որովհետև բարբերաբար փոխում են տերմինոլոգիան, որն է ավելի կոռեկտ, արտահայտել, տարեց, ծեր եւ այլը, բայց դրանից ոչ մի բան բովանդակությունը չի փոխվում։ Իմ ասելիքի բովանդակությունը, որ մենք պետք է բոլորս փողոցում կլինի, տանը կլինի, բուժհաստատությունում կլինի, պետք է փորձենք ավելի ուշադիր լինել, նրանք արժանի են եւ փորձել ավելի շատ ձեր ասացի նման հետևողական լինել այդ մարդկանց մտավոր ֆիզիկական զբաղվածությունը ապահովելու ուղղությամբ։ Սա ուղղակի կարող եմ ասել որպես ամփոփիչ, այսպես ասած, խոսք, որովհետև ամեն ինչ այդտեղից է սկսվում, ընդգրկվածությունից է սկսվում։ Մենք կարող ենք հրաշալի ծառայություններ ունենալ, բայց դրանք անհասանելի լինեն իրենց համար։ Մենք պետք է կարողանանք իրենց ընդգրկենք եւ սկսենք հենց ընտանիքներից ու համայնքային մակարդակից։ Հրաշալի է ասված եւ հիմքն այն է, որ ոչ մեկս չի մոռանում, որ շուտով, շատ շուտով մենք ենք, ինքն էլ է, այո, եւ աշխատենք բովանդակության ուղղությամբ։